Բալու ժողովուրդ ջան։ Երեք ուղի եթերով դիտում էի Նիկոլ Փաշինյանի այցը Շենգավիթ։ Իհարկե խոսելու է մետրոյում կատարված միջադեպի մասին։ Բոլորս էլ տեղյակ ենք, թե նման տիկնայք եւ պարոնայք ինչ կարծիք ունեն, թե մեր մասին, Նիկոլ Փաշինյանին ընտրողների, թե Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի մասին։ Ստեղ եկեք ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ ի տարբերություն իրենց ղեկավարների, սրանք ոչ թե դուխ ունեն մեր երկրի ղեկավարին, սենց կանգնեն, սենց արտահայտվեն, այլ ուղղակի մեր ղեկավարն է դեմոկրատ եւ ժողովրդավար։ Սա եկեք փաստենք։ Իհարկե, փաստելով նման հանգամանք, որ ասում են սրտիս վերքը չի բուժվում։ Ինչի՞։ Որովհետեւ անաղու հարց քրդիշները թե Հայաստանում, թե Արցախում, թե Ռուսաստանում, թե արտերկրյա Սփյուռքում կան։ Մենք դա չենք կարա հերքենք։ Էշեշ դուս տվող, չգիտեմ, պաթոսախեղտանող, ասենք լուսին ուզող եւ այլն, էլի, իրանցից մեծ փրթող, իբր իրանք այդպես դուխով անող են, Փաշինյանն էլ չի արել։ Բայց ուզում եմ կոնկրետ խոսեմ այս տիկնոջ մասին, ում որում Նարեկը լրագրող, թե բա դուք այդպես վարվել եք, այդպես արտահայտվել եք, փախած եք ասել։ Այն կնոջը, ում հայրն է մահացել, թե ով է մահացել, չեմ անում այդ պատերազմի ժամանակ։ Ուրեմն Նարեկ ջան, ես չգիտեմ մի ընտանիք, որ կորուս չունենա, նենց որ զզվցնում եք արդեն, սիրտս խառնում է արդեն, երբ որ դուք բերում շահագործում եք այն հանգամանքը, որ զոհ ունի այդ ընտանիքը։ Հայաստանի Հանրապետությունում չկա մի ընտանիք, որ զոհ չունենա։ Հերիքա զզվցրիք, նենց եք անում, որ ամեն ինչից մարդ զզվի։ Ու զոհ ունենալը առավելություն չի։ Թույլ չի տալիս մարդուն էշեշ դուս տալու։ Թույլ չի տալիս մարդուն չհարգելու իմ քարտեզը, իմ սահմանները, իմ երկիրը։ Առավոտից իրիկուն դուք ոռնում եք սաղ տեղերը, որ կիսեց, ժողովրդին կիսեց, դուք եք կիսվում, դուք եք առանձնանում, դուք եք ձեզ յուրահատուկի տեղ դնում։ Ես իմ չի տեղ դնում։ Ոչ մեկից լավը չեք։ Ոչ մեկից բարձր չեք։ Ոչ մի առավելություն չունեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ի համեմատ, դուք ոչ մի առավելություն չունեք։ Հայ ժողովուրդը այդքան զոհ տվեց, իբր շատ գնահատեցիք, որ հիմա էլ սպասենք, որ պետք է խաղաղություն գնահատեք։ Բա։ Այս ինչ մեծ բաներ ենք ուզում ձեզանից, իհարկե։ Չկա տենց բան։ Էլ կյանքում իմ հայ ժողովուրդը արուն չի թափելու, ինչ որ fake հայրենիքների համար։ Հասկացար աղջի։ Կհելնես կգնաս ինքնուրույն քո հայրենիքը հետ կբերես, ինքնուրույն կեթաս ընդեղ կապրես, մեր հետ գործ չունես։ Եթե այս քարտեզը քո համար ոչինչ է, ուրեմն խնդրում եմ լքի է քարտեզը։ Լսած նայեք։ Հիմա ուզում եմ դիմեմ մեր միպին։ Հարգելի տիկին, դուք նշել եք ձեր գրառման մեջ, որ թիրախավորված խումբ գոյություն ունի տեղահանված արցախցիները ու չի կարելի թիրախել։ Ինչ եք ասում։ Ներողություն։ Ես արդեն քանի տարի է ես թիրախավորված եմ։ Քանի տարի է Նիկոլ Փաշինյանի ընտրողները թիրախավորված են, էլ թուրք, էլ հողատու, էլ ժեխ, ինչ ասես ասում են։ Ես մի անգամ չլսեցի, որ դուք եկեք այդ թիրախավորված խմբին պաշտպանեք։ Երիկով բոլորավին, այս երկակի ստանդարտները ինձ արդեն հունից անում է։ Իսկ դու տիկին, որ չհարգեցիր իմ քարտեզը, իմ երկիրը, որում դու հենց հիմա թառած ես։ Դաստիարակի երեխայիդ, որ հանրային տրանսպորտում կոշիկներով չեն նստում։ Հասկացար։ Բերանս չբացեմ, չասեմ դու ով ես։ Արդեն ջոգի ինչ կարծիք ունեմ քո մասին։ Դու քո կարծիքն ես ասել իմ ղեկավարին։ Ես էլ իմ կարծիքն եմ հայտնում քո մասին, որ դու անդաստիարակ ես։ Հասկացար։ Ու անաղուհաց քրդի շուն ես, հասկացար, սա էլ իմ կարծիքն է քո մասին, այսքանը, այս հենց Արցախի համար, իբր, դոշու, սիրտ տվողները, ու Փաշինյանը շատ ճիշտ ասեց, մենք կադրերն ունենք, թե ոնց էին փախնում Արցախից, բղջերով, ոչ մի սուտ բան չի ասել Նիկոլ Փաշինյանը, փաստերն ունենք, լիքը զինվորներ ունենք, որոնք փաստ է, թե ոնց եք թռել կռվից, ու հիմա ասեմ սիրտ ու դոշ եք տալիս, ես վերադառնալու եմ Արցախ, գնա քեզ ով է բռնե, գնա, խես նստես է Հելեք ու սաղդ գնացեք Արցախ, այդտենց Արցախի համար դոշ տվողներդ։ Դու մենակ պետք է ղուրբան լնես Նիկոլ Փաշինյանին, որ քո երեխեն հենց հիմա ողջ նստած է քո կողքը ու հետագայում 18 տարեկան դառնալու դեպքում չի դառնալու այդ դաշտերում լեժ։ Հասկացար։ Այն ինչ էիր գրել M670,000-ին չեմ ներելու, Նիկոլին չեմ ներել, վրեն ներես։ Ոտերից ներես։ Դե չգիտես, ստե նստած քո ներելուն ենք սպասում։ Հələ ասա մենք ձեզ կներենք այդքան դավաճանության համար։ Այդ մենք ենք կիսող, առավոտից իրիկուն կիսվում եք, արա։ Առավոտից իրիկուն ձեզ դրել եք եսի ինչից տեղ։
Ինչ որ առավելություն ունեցող ինչ որ մի հատ մատ էլի։ Ոչ, չկակ, հավասարությունա։ Հասկացար։ Ուզում ես ընդունի, ուզում ես մի ընդունի, քո խնդրեմն է։ Լսեցի՞ր մետրոյի մեջ մյուս արցախցին քեզ ինչ ասեց։ Այդ ձեր նմանների պատճառով է, որ կիսվում է։ Ձեր նմանների արած արտահայտությունների պատճառով է, որ ժողովուրդը ձեր նկատմամբ այսպես վերաբերմունք ունի։ Բայց փառքը շատ բոլորը չեն այդպես։ Բոլոր արցախցիները չեն քո նման չգնահատող։ Ես էլ արում չունեմ տալու քո Արցախի համար Ազիզ ջան։ Այդքան տես դոշ տվող ես, էլի գնա ինքնուրույն կռվի։ Այդ երախու տար թող կռվի։ Ինչ կարող է հեսես բարերիցս մի հատ կլխկոնձի տաս։ Հա բա ինչ գիտես։ Բա քո երեխայա մեր երեխա չէր։ Մեր ծնողների երեխա չէին։ Այդքան զոհ տվեցին չենք գնահատում։ Հետո էլ մեղադրում եք որ զոհ ենք տվել, մի հատ կողմնորոշեք աղջի։ Այդքան զոհ ենք տվել, կռիվ ենք տվել որ փրկենք Արցախը։ Այդ որ Արցախի ղեկավարությունը մի հատ ծրտունը չհելավ, մի հատ քայլ չարեց Արցախը փրկելու համար։ Խիրեխը չես բացում մի հատ ասում, որ քո ղեկավարները դավաճան են եղել։ Խիրեխը չես բացում մի հատ ասում, որ Քոչարյանը բանակցային սեղանից հանել է Արցախը։ Ռուսինա դավերը արե, որ ռուսը տես փուրը տվեց։ Ռուսը երևի ցարը տա, չէ՞։ Այդ նույն Փաշինյանը, որի հետ այտենց իրոնիայով խոսում էիր, չես ունեցել մի ղեկավար, որ այդքան օգնություն տա Արցախին, այդքան զենք տա Արցախին։ Չես ունեցել այտենց ղեկավար, որ ամեն ինչ անի, որ Արցախը վերադառնա բանակցային սեղան։ Դե ուղիղը պետք է հասկանա, դա ինչ է նշանակում։ Որից հետո քո ղեկավարները գնացին Ֆրանսիա, ասեցին ռուսին ավելի շատ հնարավորություն տվեք։ Իրանց մասին սուս մնացին։ Բա հենց սրանից խոսացեք։ Դե ուղեղները թափածա չեք հասկանում։ Մենակ նստեք ես շեշ դուստակ։ Պահանջներ ներկայացնեք։ Ումից ես պահանջում, աղջի։ Այդ Փաշինյանից ինչ ես պահանջում։ Փաշինյանը Ղարաբաղի ինչն էր։ Ինչ ես պահանջում։ Փաշինյանը պրիզնատայեկի իր հողերը։ Հայաստանի Հանրապետության հողերը ու լավ արե։ Լավ արե, քակելա սաղի բերանը։ Ով որ դեմ է։ Հասկացար։ Հայաստանի Հանրապետությունը պետք է ապրի։ Եթե բոլորդ միտումնավոր ամեն ինչ արել եք, որ Հայաստանի Հանրապետությունը մցնեք Ռուսաստանի Դաշնություն, առը ձեզ չի ստացվելու։ Հասկացար։ Ես հենց ձեր արածների պատճառով, հենց ձեր պաղվածքի պատճառով ատում եմ Արցախը։ Ատում եմ։ Ես չեմ ուզում Արցախ բառը լսեմ դաժե։ Հենց մենակ այն պատճառով, որ այսքան զոհ տվեցինք, այսքան մենք արուն թափեցինք, ու դուք վերցրեցիք սենց մի հատ աշտության արեցիք այդ ամեն արածը։ Բռնեցիք տվեցիք ձեր քրդի շանը։ Այս ձեր պահվածքով դուք ապացուցում եք, որ արժանի չեք եղել այդ զոհերին, որին մենք տվել ենք։ Դրա համար էլ մեղադրում եք, որ զոհեր ենք տվել։ Համ ասում եք չպաշտպանին, համ էլ ասում եք զոհեր տվին։ Կողմնորոշվեք, այ բերանս ինչա գալիս, ասեմ ձեր։ Մենակ մի բան այն ցույց տալիս, որ Արցախում քո նմանները եղել են ընդամենը այն շիշկարները, էլ են ղեկավարողները, հասարակ ժողովուրդը քո նման չի, քո նման անդաստիրակ ու քո նման չգնահատող տիպ չի։ Ես լիքը արցախցիների հետ եմ շփվում, փառքը շատ, որ իրանց մեջ այդքան հասկացողություն կա ու մարդկություն կա, ի տարբերություն քեզ։ Իսկ քո պահանջը լսի ստեղ աղջիկ։ Նշանակում է, որ դու դեմ ես եղել, որ Հայաստանի Հանրապետությունում չի բռնկվել պատերազմ։ Դու շատ ծանր ես տանում, որ Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն է, որ էլ տղա չի զոհվում։ Դու շատ ծանր ես տանում, որ ռուսի միտումները չիրականացվեց, ռուսի պլանները չիրականացվեց։ Հայաստանի Հանրապետությունը իր դրոշը պահեց։ Դու դրան ես դեմ խոսում։ Եթե չես հասկացել, բացատրեմ էլի, իսկ եթե միտումնավոր ես անում դա, ուրեմն դու տականք ես։ Հասկացար, այսքանը։